Դուք իմ միակ հյուրն եք, ով խոսեց խնդիրների մասին։ Երկու աշխատողից մենք հիմա դառել ենք համարյա 9-10 աշխատակից ենք այս պահին։ Մենք որ եկել ենք, երևի մի տարի հետո մտել ենք բիզնեսի մեջ։ Ուրիշ բիզնեսներ էլ ունեն։ Սկեսօրս ասեց, ուզում եմ գամ այս տարի ձեր տուն Ամերիկա, բան, ասես տատի հանկարծ Ամերիկա չգաս, ապուշ տեղա։ Այդ գավառի փախլավան Հիմա դուք ինձ փախլավա բերել եք այսօր։ Չէ, փախլավա չենք բերեց։ Դե ուրեմն մի խոսացեք փախլավայի։ Քանի շերտ ունենք։ 22 շերտից է բաղկացած։ Սինու արժեքը $1200 է։ Ունեք հաճախորդներ փախլավայի։ Հա, միանշանակ։ Թե նկատել եք նաև սրճարաններ որպես սրճարան ֆորմատով շատ քիչ կան, մեկն են, երկուսն են կամ չկան։ Տանն էլ ասես միշտ ասում կներես ամենակը։ Չէ։ Հաղորդման եք դրա համար եմ ասում։ Մեր կետերից մեկն է, որ ամենաբարձր տեղում դրված է, դա մաքրությունն է։ Մենք ունենք շատ լավ հաճախորդների բանակ։ Այս հարցը ինձ տանջում է։ Հիմա միասին պարզենք։ Մեզ էլ է տանջում։ Որ դասարանում սիրահարվեցիք, Դավիթ։ 7 կամ 8։ Իսկ որ դասարանում հիասթափվեցիք։ Արի ճիշտ է ասենք։ Չենք հիասթափում ինչպես։ Մեծ աղջիկս 4 տարեկանից մենակով գնացել է Հայաստան իր տատիկի պապիկի մոտ։ Մենակով գնացել է մեր ընկերների հետ ուղեկցությամբ, հա, մեր պարտքն ենք համարում, թեկուզ եւ եկամուտ չունենանք այնտեղից, մենք ոստանը պետքա Հայաստան տանենք։ Բայց այդ վտանգավոր բան է Շատ կարել։ վտանգավոր է, բայց դրա համար երկար է տևում, որ օրենքով CT-ով անենք։ Այցելել անպայման Բոստան, փորձել այնտեղի ուտելիքը, սուրճը եւ վայելել մթնոլորտը։ Ողջույն հարգելի ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ի հերթական էպիզոդը։ Այսօր հյուրընկալել եմ ընտանիքի անդամների, իսկ ավելի կոնկրետ ամուսինների, ովքեր ներկայացնում են Բոստանը։ Ես վստահ եմ, որ այս բառը բոլորիդ ծանոթ է, դուք բոլորդ մանկությունից սկսած լսել եք այն, բայց որ այն կդառնա վայր, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես տանը, միևնույն ժամանակ դուք կուտեք այնպիսի ուտելիք, որն ուտում եք ձեր տանը, այ դա եւ դրա մասին կարելի է խոսել հենց նրանց հետ։ Անին ու Դավիթը այսօր իմ հյուրերն են։ Ողջույն։ Ողջույն Մերի ջան։ Լավ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Ես շատ լավ եմ, հատկապես որ խոսելու ենք իմ սիրելի թեմայից՝ ուտելիքը։ Դավիթ եւ Անի, դուք ներկայացնում եք Բոստանը, որը կարելի է ասել սրճարան, կարելի է ասել վայր, որտեղ կարելի է համեղ նախաճաշից սկսած ուտել, հետո արդեն մնացած ժամերի ուտելիքներով, չէ, համեմված։ Ինչպես ստեղծվեց գաղափարը ստեղծել մի վայր, որը կլինի այդքան ջերմ, այդքան տաք ու այդքան համեղ ուտելիքներով լի։ Շատ հետաքրքիր է Բոստանի պատմությունը իրականում։ Ինքը լրիվ պատահական բառը, վայրը, միտքը, թեկուս այն տեղը, որ մենք որոշեցինք վերցնել, հիմա շատերը հարցնում են մեզ ինչու հենց այստեղ, ինչու հենց Granada Hills-ում, չգիտեմ, երևի դա էլ նրա հետ էր կապված, որ հենց այդտեղ էր մեր տունը, մենք այդ քաղաքում էինք ապրում։ Ուզում էի ասել։ Ու մենք ամեն անգամ այդ փողոցով անցնում էինք ու ես Դավիթին էի ասում, ինքը ինձ էր ասում, մի հատ լավ տեղ լիներ այստեղ, ինչ լավ կլիներ։ Ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ մենք անընդհատ հյուրընկալությունների մեջ էինք, մեր տանը անընդհատ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ։ Միշտ դուք եք պատրաստում տանը հյուրասիրել։ Ահա, հիմնականում ես օգնում եմ մամաս շատ եւ բալիկներիս հարցում եւ հյուրեր ընդունելու ճանապարհելու իրականում մի քիչ սենց ասած բծախնդիր եմ դրսից սնունդ առնելու ու միշտ այդպես եմ եղել նամանավանդ Ամերիկա գալուց հետո ամեն անգամ երբ որ Դավիթը ասում էր ուրբաթ գալու են երեխեքը եւ այլն ասում էի, բա այս պետք է անենք ու հանգել ենք նրան, որ ուղղակի դրսից չենք կարողանում ոչինչ բան գնել
մամաս էլ քանի որ կար, սկսեցինք հետ գնալ, բայել ինչ պատրաստենք, մամ, այն ժամանակ դու ինչ էիր պատրաստում, ոնց որ հիմա էլ պատրաստի մի հատ այն գաթայից պատրաստի, մի հատ այսինչ բանը սարքի։ Ու այդպես հասկացանք, որ այնքան շատ ենք այդ ամեն ինչը մենք անում, այնքան լավ է ստացվում ու այնքան են մարդիկ ասում, վայ, ինչ համով է, տանենք հետներս ոնց որ ձեր տանից, ու այս ամեն ինչը բերեց նրան, որ ուղղակի որոշեցիք ոչ թե գեղեցկության սրահ բացել, օրինակ, այլ վայր, որտեղ կարելի է ուտել, կերակրել ավելի ճիշտ։ Կերակրել, մյուսներին ինչու՞ չէ ծանոթացնել ինչ որ չափով հայկական ուտեստներին, թխվածքներին, փախլավային նամանավանդ։ Այդպես ծնվեց գաղափարը։ Այդպես ծնվեց գաղափարը ու մենք շատ պատահական ուղղակի այդ փողոցով անցնում էինք, տեսանք տարածքը ու ոչ հայտարարությամբ ենք նայել, ոչ մի կերպ։ Հենց այդ պահին զանգահարեցինք, թուղթեր գրած կպցրած։ Ու հենց այդ պահին ոնց որ սեփականատերը եկավ։ Երևի մի 5 րոպե։ Ու հայր ժամեր, հայր, այդպես վերցրեցի, ասեց իմ մամային ու պապային, ոնց որ ատամնաբուժարանը կողքի մեր տարածքն է, հիմա գոհարեք մեզ գնային հաստատ, ողջունում ենք իմիջայլոց, նրանց ու շատ շնորհակալ ենք, որ մեզ հավատացին այդ պահին, որովհետև մենք ասում էինք մի բան, որ մենք էս կանենք, մենք այն կանենք ու գիտեք Մերի ջան, այստեղ խնդիրը նաև նրա մեջ էր, որ ռեստորան բացելուց, սրճարան բացելուց մարդիկ սովորաբար գտնում են այնպիսի տեղեր, տեղեր են գտնում, որ ինքը պատրաստ լինի, հիմնական կնայես որ ընդհատեցին, հիմնական տանն էլ է, ասենց միշտ ասում կներես ամեն տանը միանգամից ընդհատված։ Ավելի շատ որ տեղերը հեշտ է ռենտ անելը Ամերիկայում, երբ որ ինքը պատրաստի է լինում ու տերերն էլ հիմնականում ավելի շատ տրամադրում են ռեստորանային բիզնես սկսողին, որովհետև իրանց տարածքը հենց ռեստորանային տարածք է։ Այսինքն ամենամեծ ծախսատար բանը commercial kitchen-ն է, բոլորն էլ գիտեն, որ ռեստորանային բիզնեսի մեջ է ու տեսակը փոխել է տարածքի, իսկ այդ օրը չեմ հիշում, թե մի օր հետո դուրը բացեցինք այդտեղի ու լրիվ դատարկ էր։ Ամեն ինչ դատարկ 4 բատ։ Ու տեղից հասկացանք, որ երկար է տևելու, դժվար է լինելու։ Չէինք հասկացել մի քիչ անցավ, նոր իրականում հասկացանք։ Դե առաջի անգամ էինք այդ բիզնեսի մեջ մտնում։ Շինարարական աշխատանքները ու փրմիթայինը, շինարարականը պատկերացնում էի, փրմիթայինը չէի պատկերացնում, որ մի տարի կարա տևի։ Հա։ Մինչ այս բիզնեսը ունենալը, ինչով եք զբաղվել եւ լավ ասեք ինչով եք զբաղվել, ես կասեմ ինչ հարց պիտի տամ։ Հայաստանում սալոնային բիզնեսի մեջ ենք եղել, էլի երկուսս մոտավորապես 5 տարի, չնայած որ ես լրիվ այլ մասնագիտություն ունեմ, մասնագիտությամբ արևելագետն եմ, Դավիթն էլ ավարտել է գյուղինստիտուտը, ապահովագրական գործը, բայց մենք քանի որ այդ երիտասարդ տարիքից միասին ենք, այսպես ասած միասին ենք մեծացել։ Նույն դասարանից եք եղել։ Նույն դասարանից եք։ Հասակակից ենք, նույն դասարանից ենք եղել։ Որ դասարանում սիրահարվեցիք, Դավիթ։ 7 կամ 8։ 8, իսկ որ դասարանում հիասթափվեցիք։ Չենք հիասթափվել։ Լավ արդյոք։ 7-րդ 8-րդ դասարանից սիրահարվեցիք, հա, ու այդպես քանի տարի հետո ամուսնացաք։ Ամուսնացանք 2015 15 թվին ենք ամուսնացել 7 տարի հետո։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Լրիվ պատահական որոշեցինք գանք Ամերիկա։ Ոնց լրիվ պատահական։
Տուրիստ ենք եկե, ինչպես։ Երևի բոլորը։ Չէ, հաստատ բոլորը չէ։ Առաջին անգամ չէ, տուրիստ գալու հետեն, որ ուզում են գան տուրիստ, ուզեցել ենք Ամերիկա գանք։ Բայց զուտ մանգալու նպատակով, որտեղ բացարձակ ոչ մեկին չենք ունեցել այստեղ, հա, լրիվ պատահական տենց մի անգամ եկանք, հետո որոշեցինք գանք մի քիչ երկար մնանք ու տենց մնացինք։ Ոչ մեկ բարեկամներ, տենց ասած չենք ունեցել այստեղ, ընկերներ շատ շրջապատը մեծ է, ծնողները մնացել էին այնտեղ սկզբից։ Մեկ Իմ ծնողները մինչև այսօր այնտեղ են։ Այնտեղ են, հա։ Գիտեք ինչու եմ հարցնում, որովհետև այս հարցը ինձ տանջում է։ Հիմա միասին պարզենք։ Մեզ էլ է տանջում։ Լավ գործ, նորմալ հարաբերություններ, նորմալ կայացած ընտանիք, երիտասարդ ընտանիք, բայց կայացած կարելի է համարել։ Մեկ էլ գալիս են ստեղ, տեսնում են, ման են գալիս ու որոշում են գալ երկարատև մնալ ու գալիս են ու մնում են, թողնելով այնտեղ ծնողներ, գործ, քաղաք, չգիտեմ, մայրաքաղաք, դուք գավառից եք, դրա մասին էլ պիտի խոսենք հատուկ։ Այդ ամեն ինչը թողնելով գալիս են այստեղ առանց երկար մտածելու, առանց հասկանալու, առանց գինը իմանալու։ Եկեք ասենք դրա գինը։ Առաջի անգամ որ տուրիստ ենք եկել, եկել ենք իմ papayi ընկերոջ տան ենք մնացել։ Հավանեցիք առաջին անգամ որ եկաք։ Առաջին անգամ, հա, որպես մանգալու ճիշտը որ ասեմ, հա, ես հավանել եմ, Արինն էլ է հավանել։ Մենք ուղղակի մանգալու ենք եկել։ Ну, այդ ժամանակ հետո այդ ժամանակ ուրիշ աչքով ես նայում այդ ամեն ինչի։ Տուրիստի աչքով, Vegas է, սենց սա բնականաբար լավ է։ Անցել ենք, այո։ Հա, լավ է թվում, վատ կողմերը չենք տեսել, ճիշտը որ ասեմ, բայց բիզնես տեսանկյունից մտածել եմ, որ կստացվի այստեղ ամեն ինչ։ Զուտ երևի գալու գինը կարելի ասել է դա եղել, որ բիզնեսով զբաղվելը։ Հա, ավելի հանգիստ։ Հա, մենք որ եկել ենք, երևի կարելի ասել մի տարի հետո մտել ենք բիզնեսի մեջ, ես մտել եմ բիզնեսի մեջ, Անին դե բնականաբար այդտեղ ծառաներ մենակ երեխայի հարցերով է։ 9 տարի ամենք այստեղ ենք, 9-ից 8 տարին բիզնեսի մեջ ենք եղել։ Ես էլ եմ 9 տարի այստեղ։ Դուք 17 թվին եկել։ Այո, ամուսնացել եմ 17 թվի դեկտեմբերի 22-ին ենք եկել։ Այսինքն սրանից հետևություն, որ այնտեղ բիզնես ունեցող մարդիկ շատ լավ կարողանում են համեմատել այստեղ։ Իմիջայլոց մենք միասին այսօր նույն գեղեցկության սրահից ենք գալիս, բյութի ֆաբրիկից, ու այնտեղ զրույցի բռնվեցինք ու Աշխենը պատմում էր այդ դժվարությունների մասին, այստեղի բիզնես վարելու եւ Հայաստանում բիզնես վարելու, ու մենք բոլորս համաձայն ենք։ Միակ խնդիրը, որ այստեղ կարելի է ավելի ճշգրտությամբ, ավելի լուրջ, ավելի օրենքներին հետևելով վարել բիզնեսը ու հասնել հաջողության։ Ես ճիշտ եմ հասկացել։ Ու նաև շուկան այստեղ շատ մեծ է։ Այսինքն, այսպես ասած, դու հաճախորդի խնդիր չունես։ Հենց այդ դրա հետ էլ կապված է այն փաստը, որ սպասարկման որակն է շատ ցածր։ Չենք համեմատի այստեղի բիզնեսները, այստեղի ռեստորանները, այստեղի սրճարանները, Երևանյան մաքրության, այնտեղի սրճարանների, այնտեղի որակի, այնտեղի սպասարկման, դա էլ մի քիչ շատ իրականում տարբեր խառը կողմեր ունի։ Դուք ուզում եք որպեսզի այն ինչ որ կա Հայաստանում այստեղ կառուցեք մաքրությունը, սպասարկումը։ Հենց այս պահին դա ենք անում։ Այդ շատ իրականում չենք դիտակցել, որ դա այստեղ հնարավոր, քիչ հնարավոր է, այսպես ասեմ։ Անհնարին բան երևի թե չկա, ուղղակի Բոստանի առաջի կետերից մեկը է դա, որ մեր կետերից մեկն է, որ ամենաբարձր տեղում դրված է, դա մաքրությունն է։ Հենց խոհանոցը, որ անհնարին բան է, որ մեզանից մեկը մտնի խոհանոց ու հանգարց եթե նկատենք թեկուս գետինը կամ պատերը կամ ինչ-որ միտեղ կեղտոտ մի բան, փոքր մի բան, դե արդեն խոսակցություն է։ Ես խոսակցություն կսարքեմ, Անին կսարքի խոսակցություն ու տենց էդի ամենաառաջի օրվանից դրված կա ու Իսկ ինչու են ուրիշ ռեստորաններում օրինակ ոչ մաքուր, որովհետև քիչ են վարձատրվում, թե որովհետև սրտացավ չեն։ Իրականում չէ, աշխատուժը շատ թանկ է այստեղ,
չես համեմ, այսինքն եթե դու Հայաստանում գնում ես ինչ որ մի հատ սովորական սրճարան, հա չհամեմատվենք այն ամենա լավերի հետ, այսպես ասած, ամենաթոփերի հետ, միջին վիճակագրական սրճարան, այնտեղ կարան ուղղակի 3, 4, 5 հոգի աշխատակիցներ կանգնած լինեն։ Այստեղ դու այդ նույն բանը չես կարող անել, որովհետև աշխատավարձը ժամական է, ու այստեղից լիքը խնդիրներ են գալիս։ Այն հիմնական ծախսը, որ այս բիզնեսի մեջ կա, այդ գնում է աշխատավարձ որպես աշխատավարձ տալու ծախսը ու թաքսեր այդ ու դու չես կարող 15 հոգի աշխատակից պահել։ Ոչ ոք կարելի ասել մակրոյի կամ մակրող չի պահում ամբողջ օրը full time, ոչ ոք չի պահում, որովհետև մի աշխատող էլ ինքնա տարբերություն չկա, ժամական Կալիֆոռնիայում ենք ապրում, օրենքը այդ կոնկրետ ժամականը պետքա պահես, պետքա գրանցես, պետքա սաղանես ու նույն աշխատողն է մաքրում է առավոտից իրիկուն, թե ամաներն է լվում, թե պոլերն է մաքրում, տարբերություն չկա։ Ոնց որ մի հատ full time աշխատող քո բիզնեսում ավելանում է, ու մենք ունենք էդի առաջի օրվանից։ Հետո բացի դա, եթե նկատել եք, նաև սրճարաններ որպես սրճարան ֆորմատով շատ քիչ կան, մեկն են, երկուսն են կամ չկան, կամ coffee shop գաղափարն է, այսպես ասած, որ շատ առաջ է եկել վերջինս 2 տարիների ընթացքում, կամ արդեն դեպի ռեստորան ենք գնում, ոնց որ այն կամ ուղղակի ինքը bakery է, որ կենտրոնացած է ավելի շատ թխվածքների վրա, ու շատ տեղերում, 90% տեղերում երբեք դու չես սպասարկվի սպասքով, դանակով, պատարակաղով, ոնց որ ռեստորանում կանես կսպասարկվես։ Այսպես ասած, մենք այդ ամեն ինչի խառնուրդն ենք, որովհետև համ տալիս ենք որակյալ սուրճ, սովորական, ապակյա, գեղեցիկ բաժակներով, համ մենք միշտ սպասքող ենք ամեն բան մատուցում հաճախորդին, այսինքն մեզ մոտ չկա, որովհետև կաֆե, ամերիկյան կաֆե, սրճարան, coffee shop գաղափարը, այդ ուղղակի թուգո ամանիկով վերցնում ես, դու նստում ես որևիցե մի անկյունում, որտեղ որ սեղան ազատվի նշանակություն չունի, ուտում ես ու հետո գցում ես աղբը քո հետևից հավաքում ես ու գնում ես։ Ոնց որ այդ ֆորմատն է այստեղ աշխատում, նույն այդ մենք իրականում հետո ենք հասկացել երևի տարի ու կես աշխատելուց հետո, այ որովհետև սա որ սենց անեինք, այսքան գումար, այսինչ բանի վրա չէր գրա, կխնայեր, որովհետև դու հասկանում ես, որ իրականում դու ունես լավ հոսք, ունես լավ հաճախորդների բանակ, ու ոնց որ օր-օրի աճում ես, բայց դու նայում ես ֆինանսներդ ու հասկանում ես, որ բայց պետքա ավելի շատ լիներ, բայց պետքա ոնց որ դու դրա հետևանքը ֆինանսապես տեսնեիր այդքան ջանք գործադրելու, այդքան աշխատելու, որովհետև այս ոլորտը շատ բարդ է, մանր գործոններից է կախված։ Լավ եկեք այսպես ասենք, եթե 1-2 բան էլ թափվի կամ ուղղակի անուշադրության պատճառով փչանա սառնարանում, դու դրա հետևանքը քեզ վրա արդեն զգում ես ու այդտեղից էլ գալիս է որ սկսում ես շատ ավելի պահանջկոտ լինես թիմակիցների նկատմամբ որ պետքա չչորանա, պետքա չփչանա, ապրանքը ստացակ ժամանակին պետքա հետևո առաջ արվի, այսպես ասած հինը բերվի առաջ, նորը դնենք հետևը, բայց Ամերիկայում քանի որ այդ սրտացավությունը չկա, Մերի ջան, այդ աշխատելավոճը չկա, այս ամեն ինչը սարսափելի բարդացնում է մեր գործը։ Իրենց հուզում է իրանց ժամը, իրանց գումարը ու դու ինձ ասա, «Էս անեմ, ես սա կանեմ, եթե սա էլ պիտի անեմ, օքեյ, սա էլ կանեմ, կգնամ»։ Այսինքն եթե այնտեղ ինչ որ մի հատ ապրանք հավելյալ չենք ստացել կամ ունենք դրանից շատ է, ոնց որ իրեն դա այդքան էլ չի հուզում։ Ինքը պատվերի օրը ենթադրենք եկել է, մենք պատվիրում ենք սա, դու չես կարող ու այդ սկզբունքայնությունը, այդ հայաստանյան լինելը, այդ որ մենք ուզում ենք այստեղ անենք պարտադիր, այնպես ոնց որ Հայաստանում է, ոնց որ մենք ենք, շատ դժվար է ու լիքը խնդիրների առաջ ես կանգնում։ Անի ջան, դուք իմ միակ հյուրն եք, ով խոսեց խնդիրների մասին, բայց հիմա մենք պիտի միասին այդ խնդիրների լուծումն էլ տանք, որտեղ դուք արդեն 8 տարի գործող Չէ, մենք 3 տարի է գործում։ 3 տարի գործող, հա, որտեղ ասացիք ընդհանուր ասացի բիզնեսի մեջ։ Ընդհանուր բիզնեսի մեջ, հա, ուրիշ բիզնեսներ էլ ունեն։
Հա, պիտի ունենաք, որովհետև այդ մեկով անել ու տակից դուրս գալու անընդհատ դնել հնարավոր չի չի։ աջակցել, ոնց որ ինքը իր ստեղծած ամեն բան ներդրում արել իմ մտքի ու իմ գաղափարների մեջ։ Ինչու Դավիթ, այ օրինակ շատ կանայք կան, որ գնում են իրենց ամուսնուն, ասում են կյանք, ուզում եմ, չգիտեմ ինչ բացեմ, կարաս օգնես, ոնց են ասում, չգիտեմ, ես դեռ չեմ ասել։ Ու կան որ մերժում են, կան որ չեն մերժում, կան որ հավատում են, վստահում են, կամ ուզում են անեն անպայման, որտեվ շատ են սիրում։ Կարճ որ ասեմ, իրան ճանաչելով զուտ վստահություն։ Ինչ որ ինքը պիտի անպայման պատվով դուրս գա ու ձեր դրած գումարը հետ բերի, բա որ հետ չբերի։ Ոչինչ, թող չբերի, բայց ես գիտեմ, որ ինքը իր ամենավերջի ուժը իր ջանքը կդնի այդտեղ, դա չի քննարկվում։ Ես իրեն եմ հավատացել միշտ, որ ես վստահ եմ դու կկարողանաս, նույն վերաբերմունքը ստացել եմ։ Հաստատ շատ հեռու կգնա։ Սարսափելի մեծ սեր կա իմ մեջ այդ ամեն ինչի նկատմամբ ու այդ բոլորը նկատում են, հաճախորդներն էլ են տեսնում։ Ես էլ եմ տեսել դա եւ տեսնում եմ հենց հիմա ու դա կապում եմ ձեր ծննդավայրի հետ ինչ որտեղ։ Միգուցե Գավառում եք ծնվել, որ տարիքից եք տեղափոխվել։ Երևի առաջին դասարանից դպրոցական տարիքից արդեն տեղափոխվել եմ։ Երևան։ Չէ, սկզբում ծնողներս տեղափոխվել են Լեհաստան ապրելու, ես այնտեղ եմ գնացել, հետո 6-7 տարի հետո վերադարձել եմ արդեն Երևան։ Այդ ներաշխարհ ունենալ, այդ գաղափարները, ինչի՞ եք կապում։ Ես իրականում ինչքան Հայաստանից հեռվացա, գիտես, մինչև 20 տարեկան, երևի կարող եմ ասել մինչև 25 տարեկան, դու այդ չես գիտակցում։ Ես հիմա զգում եմ, որ ամեն տարի իմ մոտ ավելի սերը աճում է դեպի Հայաստանը, դեպի Երևանը, դեպի ես առաջ չէի գնահատում, որ մենք կարող է գյուղ գնանք, ես ասում եի, ուֆ, պապան մեզ պարտադրում է, որ ամեն շաբաթ պետքա գյուղ գնանք, ես չեմ ուզում, բան։ Այդ ժամանակ նույնիսկ այդ մեր ընկերության տարիներին Դավիթ ասում էր, ոչինչ, արի գնանք ձեր գյուղ, մի քիչ պապիիդ հետ կնստենք եւ այլն եւ այլն։ Հետո է իմ մոտ էտեք է, ինչքան ես որ փուճուրս էլ ծնվեց երբ մի 26-27 տարեկանում մենակության մեջ, այսպես ասած օտարության մեջ ինձ անընդհատ ձգում է Հայաստանը։ Այս այդ գիննա, որ ասում են։ Այս այդ գիննա իրականում, հա։ Ու ամեն տարի ոնց որ մեր երեխեքը ամեն տարի պետքա գնան Հայաստան, այդ չի քննարկվում։ Նույնիսկ երբ որ մենք չենք գնացել, իրանք մեր ընկերների հետ գնացել են 2 ամիս մնացել են այնտեղ։ Երկուսը չէ ունեք զավակները։ Երկուսը։ Տղա աղջիկ, 2 աղջիկ, 16 տարեկան։ Մեծ աղջիկս 4 տարեկանից մենակով գնացել է Հայաստան իր տատիկի, պապիկի մոտ։ Գնացել մեր ընկերների հետ ուղեկցությամբ, հա, ու իրանք ամեն տարի պետքա գնան, հունիս ամիսը եկավ, ինչ ուզում ա լինի, իրանք պետքա Հայաստան գնան։ Իրենք ուզում են, մամ ուզում գնան, պապ ուզում։ Հա, իրանք ընդհանրապես անցած տարին սկեսորս ասեց, ուզում եմ գամ այս տարի ձեր տուն Ամերիկա, բան, ասես տատի հանկարծ Ամերիկա չգաս, ապուշ տեղ է։ Միջև հիմա ասում են, այնքան ենք ծիծաղել, հիմա էլ ինքը ես ուզում եմ գնամ Հայաստան, ու երբ որ մենք գնում ենք Հայաստան, իրանք ներգրաված են բոլոր խմբակների մեջ, ամառային դպրոցի մեջ, ճամբարի մեջ, լողի են գնում, չգիտեմ, ինչ որ այստեղ չես կարող անել կամ չես հասցնում, արագացված կերպով անում եք այնտեղ, որ հետո գան դասը։ Հա, տեմպով անում ենք այնտեղ, որ հետո նորից հետ գան, ու հիմա մեր իսկ ներողություն, իսկ այդ ամեն ինչի փոխարեն չեք ուզենա հետ գնալ։ Էդ էի ուզում ասել, դուք ասեցիք։ Միշտ քննարկում ենք։ Կա, ամեն շաբաթ այդ թեման մի օր գոնե քննարկում ենք։ Գիտեք ոնց է, որ գնում ես Երևան ու մի քիչ այսօր նույն բանը իմիջայլոց Աշխենին ասեցի սալոնում, ասեց այստեղ թե այնտեղ, ասեցի չգիտեմ, երբ որ գնում եմ այնտեղ ու մի ամսից ավել եմ մնում, չնայած որ իմ տունը այստեղ է, իմ երեխեքը այստեղ են, իմ գործը այստեղ է, ես չգիտեմ ես որտեղին եմ պատկանում։ Ինձ թվում է ոտերիս տակ ինչ որ հող չկա կանգնած, ես ամուր չեմ, ես չգիտեմ այդ ներքին զգացողությամբ
ես ուզում եմ այնտեղ մնալ, թե ես ուզում եմ այստեղ գալ։ Այստեղ էլ եմ շատ-շատ սիրում, այնպես չի որ այստեղ ապրում եմ, բայց այստեղի ամեն ինչը փնովում ենք ու չենք ուզում ընդհանրապես տեսնել ու լսել։ Չէ, այս երկիրը սարսափելի մեծ հնարավորությունների երկիր է։ Միանշանակ եթե մենք այստեղ չապրեինք ու այստեղ չաշխատեինք, Հայաստանում այդ ամեն ինչը անելը կրկնակի երակի ավելի շատ ժամանակ ու ջանք կպահանջեր ու դու չգիտես դու այդ արդյունքին կհասնեիր իրականում, թե չէիր հասնի։ Բայց շուկան փոքր է Հայաստանի։ Շուկան փոքր է Հայաստանի, բայց հիմա մենք Բոստանը մեծ ծագույն նպատակներից, այն որ մեր պարտքն ենք համարում, թեկուզ եւ եկամուտ չունենանք այնտեղից, մենք Բոստանը պետքա Հայաստան տանենք։ Ու ինքը այնտեղ էլ պետք է աշխատի։ Մարդիկ Բոստանը Հայաստանից են բերում այստեղ, դուք Բոստանը այստեղ կառուցել եք, տանում եք Հայաստան։ Մենք այստեղից ենք։ Հայաստանում Բոստան չկա։ Ոնց որ մենք այն եզակիներից կլնենք, այ Բոստանի գաղափարը հենց լիարժեք կլինի Հայաստանում, երբ որ լինի մի հատ մեծ հող Բոստանը ինքնին հենց հող է նշանակում եւ ուզում եմ որպեսզի առիթից օգտվելով բացատրությունը տակ որպես այդ անվան այգի ենք ասում հաճախորդներին մերի ջան ասում ենք այգի որտեղից որ միտքես garden չգիտեմ չէ ինչու որովհետեւ կլինեն մարդիկ ովքեր կասեն որ Բոստանը դա թուրքերեն բառ է հա միանշանակ շատ ենք դրա հետ առնչվել կասեն մինչեւ հիմա էլ ասում են օտարները ասում են Բոստոն նահանգի հետ բացատրում ենք բան մերոնք ասում են բայց նամանավանդ այն սկզբում ալիքը շատ մեծ էր շատ եմ լսել արտահայտություններ ես ինչա այս ումա թվում որ սա այստեղ կաշխատի կամ ինչ որ sense բաներ այս ինչ անկապ անուն է այս ինչ անկապ կոնցեպտ է այս ինչը ընդհանրապես չենք հասկանում ինչի մասին է շատ են եղել ասողներ էլ բայց Բոստան հենց բառը բոլոր հին հայկական բառարաններում, այսպես ասած, սկզբում փորփրել ենք, որտեվ մի պահ կար, որ իսկապես մտածում էի, նույնիսկ Դավիթին ասացի, կասկածում ենք, ասի, կարողա փոխենք, չնայած ես որ արևելագետ եմ Պարսկերեն եմ սովորել համալսարանում, Պարսկերենով էլ Բուստան իրանք այգուն են ասում Բուստան։ Դուք բառարաններով ճշտել եք, թե չէ օգտագործելի բառերը համ մեզ մոտ, համ իրենց մոտ շատ են, մեծ պապերը։ Ինստագրամում կներես նորից Մերի ջան Instagram-ում post ունենք հենց նկարած բառարանից Բոստանը այդ ամբողջ նկարները որը որ ես research եմ արել այն ժամանակ որպես post նաև տեղադրել եմ Instagram-ում որտեվ մի պահ շատ էր այդ այսպես ասած հարցակումը հա բայց հետո ժամանակի ընթացքում լրիվ փոխվեց լրիվ անցավ մենք օրորի աճեցինք այսպես մենք ունենք շատ լավ հաճախորդների բանակ շնորհակալ ենք բոլորին իմիջայլոց գալու օգտվելու մեզ վստահելու համար ու իրանք մեր հաճախորդները շատ լոյալ են ու վստահաբար գիտեն եթե այստեղից իրենք գնում են անում ուտում են մի բան տեղում թե տանում են թե գնում են այո թանկ է բայց իրենք գիտեն որ այդտեղ ընդամենը 3-4 մաքուր ինգրեդիենտ է դուք այնքան գեղեցիկ ու սենց սահուն բացատրելով անցնում եք որ թվում է թե հարցերի կարիք էլ չկա բայց ուզում եմ որպեսզի մենք մի հատ կանգառ անենք ու Հայաստանից գանք Միացյալ Նահանգներ, այստեղ որոշենք բացել անունը դնել Բոստան իր բառարանային բացատրությամբ, հիմա արդեն հաճախորդություն ունեք, բայց ինչպես որոշեցիք մենյուում ներառել այն ամեն ինչը, այն ուտեստները, որոնք որ հիմա կան։ Ասացիք, որ ունեք սուրճի տեսակներ, տարբեր, քանի համերի։ Երևի full կարող ենք այսպես ասեմ coffee shop գաղափարով ոնց որ աշխատել լատեներ տարբեր սեզոնային խմիչքներ cream թափերով սուրճեր ամեն բան ունենք մաչաներ հա ամեն ինչ ունենք բայց ամենասկզբում ոնց որ շատ գաթայով այսպես ասեմ ոնց որ ինչը որ ես գիտեի հաստատա ես դա կարող եմ ինչը որ իմն էր ես դրանով սկսել էի այսինքն խոհանոցում դուք եք աշխատում սկզբից չէ ունեի մեկ աշխատակից ու մաման էր խոհանոցում աշխատում բայց ես ֆրոնտում որպես հաճախորդների սպասարկող ինքս աշխատել եմ 3-4
ամսի կարգի, այդ սկզբնական շրջանը, որ ես էլ հասկանամ ինչա, ոնց է, ինչը ինչից հետո է։ Ու ոնց որ երկու աշխատողից մենք հիմա դառել ենք համարյա 9-10 աշխատակից ենք այս պահին։ Դավիթը ասաց, «Ան մի հատ full նախաճաշի մենյու դիր»։ Հասկացանք կպել ես գաթայիդ ու փախլավայիդ։ Այսինքն միայն սկզբից գաթա ու փախլավա էր որպես ուտելիք, այ սուրճի հետ վերցնելու քաղցր մի բան։ Արի ճիշտ է ասենք, մենք սկզբում ամենասկզբում Ինչևէ ճիշտ չէ։ Դա իմ ասելը ճիշտ բան եք ասել։ Չէ, ճիշտ ենք ասում, ուղղակի ինչի չէինք, ոնց որ կար այդ ամեն ինչը մտքներիս մեջ, այսպես խոսակցական լեզվով ասված, անդադ էփվում էր այդ ամեն ինչը, բայց մենք չունեինք նստելու, հաճախորդին սպասարկելու, նստելու permit-ը չունեինք։ Մենք այսպես ասած բացվել ենք հունիս ամսին, մենք օգոստոսի վերջ նոր ստացել ենք նստելու permit-ը, բայց ես արդեն չէի համբերում, որ մենք պիտի բացեինք այսպես ասած։ Ասում էի ոչինչ, ոնց որ այս հաստատա սրանով վաճառք կանենք սկսենք, մինչև որ մենք այդ նստելու permit-ը կկարողանանք ոնց որ վերջնական անցնել ու այնտեղի մեր այս location-ի permit-ն էլ մոտավորապես 1 տարի մեր թույլտվություններին ենք սպասել, որ սա չեք կարա, նա չեք կարա, նա փոխեք, նա հանեք, նա դրեք, zoning փոխեք, այսինչը արեք, լվացարների չափերը փոխեք, գազը չեք կարա սենց դրեք, չգիտեմ ամեն ինչից կպնում են այդ ամենաբարդ մասն է, միքսերների ստիկերները նույնիսկ իրանք պետք է approve անեն, մենք այլ սարք չենք կարող օգտագործել։ Ինչ որ ամենասկզբից պլանավորել եք, գծագրի մեջ նշել եք, ոնց որ այդ պետք է լինի տեղ դրված ու իր ստիկերով պետք է ստուգեն ու ամեն անգամ որ գալիս են inspection-ից որ պետքա նայեն մի բան որ այն չերնում գնում են մի շաբաթ գործը հետ են գնում մի շաբաթը այդպես կարող է 2 ամիս մենք այդտեղ կորցրած լինենք ավել հիմա նույն բանը այս մյուս location-ի հետ կապված է որ մենք ուղիղ 1 տարի է սպասում ենք համարյա եմ որ fire որ department-ում ենք Հիմա վերջնական building and safety department-ում մի րոպե հասանք երկրորդ location եք ուզում բացել անտեսերով այդ բարձությունները դուք քայլ եք անում եւ բացում եք երկրորդ location-ը որը Studio City ասացիք ինչու այդտեղ ես էի նույն ձև մեքենայով մի օր Studio City-ով անցնում էի տարածք եմ տեսել։ Մենք միշտ ինչ-որ բաներ ենք փնտրում, էլի կապ չունի այդ մեզ պետք է թե չէ։ Արագ լինում, չենք պլանավորել, ասենք, մի տարի առաջվանից, որ մենք պետքա բացենք եկել, չի եղել, այտենց բան սուտ կրնի։ Ուղղակի անցնում էի մեքենայով, տարածք եմ տեսել, Studio City, որ վաճառքի է, ու լիքը հոմլեսներ կային մեջ։ Ոնց որ այդ տարածքի համար շատ չարչարվեցի ես, շատ ու մի կերպ տարածքը ձեռք բերեցին։ Ազատեցիք անտուններից։ Մի կերպ, մինչև այսօր city-ի հետ խնդիրների մեջ, fire inspection-ների այդ process-ների մեջ ենք, բայց ավելի շատ city-ի հետ շատ մեծ խնդիրներ կար, որտեղ հոմլեսները մտել էին, 20 տարի այդտեղը փակ ա եղել, հոմլեսները մտել էին ներս ապրում էին, գիտեք, Ամերիկայում օրենքները ոնց է շատ դժվար իրանց դուրս հանեցին այդտեղից ավելի ճիշտ հին տերը պետքա պարտավոր էր ինքը դուրս հանել որ կանար վաճառել։ Մի խոսքով տարածքը արդեն ձեռք եք բերել, թե վարձել եք։ Չէ, ձեռք ենք բերել, մի տարի է, մի տարուց ավել է արդեն։ Իսկ երբ է սպասվում բացումը։ Մեր նախատեսած Մենք իրականում հունվարին մտածում էինք վերջացրած կլինենք, բայց շատ բարդացավ գործը, հենց այդ նույն fire inspection-ների, այդ fire zone-ների, չգիտեմ, այնտեղ դե սարի տակ է։ High fire zone-ը ու ոնց որ սարի հենց տակն է, Վենտուրա փողոցի վրա է ու հենց մենք Վենտուրայի այդ սարից ոնց որ 5 մետր հեռավորության վրա է մեր շինությունը ու այդ սարը ոնց որ վերևից միշտ իջնում է հիմա այդ process-ն է որ այդտեղ փակենք պատ պետք է հավաքվի բայց այդ վտանգավոր բան է շատ վտանգավոր է բայց դրա համար երկար է տևում որ օրենքով city-ով անենք չէ բայց դե հետո եթե սարին մի բան եղավ դրա համար պետք է պատ շարենք հատուկ պատ են շարում retaining wall-ը կոչվում Հա, որ սարը պատը չքանդի։ Սարին պահի։ Պահի։ Պատը, հա։
Ու հիմա ամենաբարդ բաներից մեկը է դա, որ արդեն անցել ենք երևի մի շաբաթվա process-ը մնացել ու կսկսենք հենց այդ պատը, որտեղ էդի չեն թողում հիմնական building-ը սկսենք, քանի այդ պատը մենք չենք վերջացրել։ Նորից Բոստան, նորից նույն մենյուով, ամեն ինչ նույնը։ Մի քիչ փոփոխություններ կանենք։ Ես այս 3 տարվա աշխատանքային այս process-ից հասկացա, որ ոչ թե կուզենամ ավելի շատ դեպի ռեստորան ծավալվել, գնալ դեպի ավելի մեծ սեղաններ, գնալ դեպի ավելի dinner մենյուներ, այ ավելի շատ կուզենամ երիտասարդական այսպես զույգերի մի քիչ ավելի սուրճ է այստեղ ավելի պրոֆեսիոնալ կդարձնենք, պրոֆեսիոնալ ասելով հենց հարմարությունների առումով եմ ասում, որ ավելի ճիշտ հարմարանքներ կդնենք, ճիշտ սարքավորումներ կհավաքենք։ Դուք մեր զրույցում ասացիք, որ օրինակ այդ փոքր to go բաժակներով դրած գնում են, ինձ թվում է, այստեղ այդ սուրճ խմելու կուլտուրան չկա, առհասարակ ինչ որտեղ գնալու կուլտուրա չկա, նույնիսկ սպասքից օգտվելու, որտեվ այստեղ ժամանակը զարմանում են մարդիկ, արագ վազում են իրենց գործերի ետևից, որպեսզի լինում սուրճը վերցնում են նորմալ դու սիրուն բաժակով տանում ես իրենց մատուցում ես իրանք հետ են բերում այ խնդրեմ մի հատ թուգոյի մեջ կլցնեք որտեվ շտապում են պետքա գնան օրինակ շատ է լինում սայդից ինչ որ միլք չկա որ տալիս են չէ այդ փոքր կողքի հայ ոնց որ էսի տվեք ինչ որ տենց համեր են ուզում դա այդ նորմալ է ամերիկյան բայց դա մեղադրելու է որ մարդիկ ժամանակ չունեն Հենց այդ եմ ասում, որ նորմալ է Ամերիկայում ենք։ Այնքան սիրուն եք խոսում, իրար այսպես օգնելով, բայց վստահ եմ, որ ինչ որ խոսակցություններ, դժվարություններ այդ ճանապարհին լինում են, բայց ես չեմ հարցնելու, որոնք են դժվարությունները, ես ուզում եմ, որ մենք խաղ խաղանք։ Տեսեք, չէ, Instagram-ով են, որ զույգերով նստած ասում են ես գոնե Հա, Դավիթը կողա չի տեսել ես դա։ Հիմա դուք որ օրինակը բերեք, Անի ջան, Դավիթը կհասկանա ինչի մասին ենք խոսում։ Okay, ես գոնե ամեն վարքյան չեմ շտապում ու ամեն գործի հետևից ընկած չեմ 1000 անգամ, ոնց որ ինքը։ Ես հագիստ եմ սիրում ավելի։ Ես գոնե որ շտապում եմ, իմ մոտ կարելի ասել ամեն ինչ ստացվում։ Լավներ։ Ես գոնե ամենաանհարմար պահերի, ամենաանիմաստ, ոնց որ ոչ այդ պահին համապատասխան գործերը չեմ սկսում անել։ Հաշվի չառնելով ինչա տեղի ունենում այդ տվյալ տարածքում, ինչքան խառն են այդ մարդիկ։ Իսկ ինքը կարա գնա մտնի, չգիտեմ, սկսի ինչ-որ բան սարքել այդ պահին։ Ամենաանհարմար իսկական բիզնեսմեն ամենաանհարմար պահին ոյ համբերի մի քիչ դավ սպասի Դավիթ Բայց ես գոնե ուշադիր եմ այդ ամեն ինչի նկատմամբ հա հետևողական է շատ չեմ կարող ասեմ հետևողական եմ ու երևի պետքա արվի հենց տեղում ինչ որ մի բանը եթե չարվեց չի լինի ես գոնե էլի ամենաանհարմար պահին չեմ սկսում դասավորվածությամբ զբաղվել Երբ որ տեսնում եմ կողքինս այդ պահին զբաղված է ու պետքա հավաքվի ոնց որ ավելի կարևոր գործ ունի անելու։ Ինքա հակառակը։ Ես գոնե այդ ամեն ինչին այդ ամեն ինչին շատ ուշադիր եմ ու եթե հանկարծ ուշադիր չլինեի, ասենք երեխաների պարիսակները դուրը բացես հայտվի դեմ դիմացած։ Երեխեք դուք վստահ եք, որ ուզում եք երկրորդ location-ը բացեք։ Անպայման։ Կասկած չկա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70 Այն գեղեցիկ թխվածքները, որ դուք պատրաստում եք ու վրան էլ դնում եք ծաղիկները ձեր երևակայությամբ, գաթան, փախլավան, որ անում եք, առաքում ունեք եւ առհասարակ առաքում ունեք, Հա։
Ոչ մի հարթակի հետ չենք աշխատում, DoorDash, չգիտեմ, Uber Eats չենք աշխատում իրենց հետ, մենք մենակ վերցնում ենք անհատական պատվերներ, ոնց որ անմիջապես մեզնից գնում Ձեր են։ վարորդը։ Մենք առաքում ենք, որտեղ որ պետք է, այսպես ասած, ամբողջ LA-ով Իսկ օրինակ առիթների պատվերներ վերցնում եք նույն տորթերի հետ կապված։ Հա, շատ Catering, մեծ այո։ տորտեր արել ենք, երևի մինչև 100 հոգանոց տորտեր արել ենք, ավելի մեծ չէ, որտեվ ամեն բան հենց այդ բնական հումքով է, ոնց որ մարցիպաններ, ավելորդ բաներ չենք օգտագործում, մեզ դժվար է ավելի մեծ ինչ-որ բան վերցնել ու նաև չենք էլ ուզում, ոնց որ մեր ֆորմատը սա է, իսկ քեթրինգների առումով, այո, քեթրինգներ ենք անում, բայց շատ սահմանափակ քանակի, այսինքն վերցնում անում ենք միայն այն քեթրինգը, որը որ մեր սկզբունքներին համապատասխան է, երբ որ օրինակ հաճախորդը ասում է OSL կամ տեղը ինչ որ մեր կոնցեպտին համապատասխան չի, մենք այդ ուղղակի չենք վերցնում, այսինքն ցանկացած բան, որ մեր սկզբունքների մեջ չի, մենք չենք տեղավորվում դրա մեջ, այսպես ասած, աշխատում ենք չանենք։ Տեսեք, Անի, ձեր սկզբունքներին հավատարիմ մնալու համար ձեզ պետք է ամուր, այսպես ասած, հիմք, որը որ ինչպես հասկանում եմ դուք ունեք, որպեսզի հրաժարվեք այս տարածքում գնալուց, այս գովազդին համաձայնվելուց, այս մարդուն ընդունելուց եւ այլն եւ այլն։ Ես այս ընթացքում իմ զրուցակիցների հետ զրույցի ընթացքում հասկացել եմ, որ որքան էլ որ դժվար լինի, բայց ամեն դեպքում պիտի պատրաստ լինես, հետո նոր սկսես բացել բիզնես, որպեսզի կարողանաս սկզբունքներիդ հավատարիմ մնալ։ Այ դուք ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են մտնել նմանատիպ բիզնեսի մեջ։ Նախ ասեմ, ցանկացած մեկին իսկապես պատրաստ ենք Ես էլ Դավիթն էլ մեր խորհուրդներով, մեր փորձով ու գիտելիքներով կիսվելու, ցանկացած ժամանակ Ես կուզենայի ձեզ մոտ փորձ անցնել, որովհետև հասկանում եմ, որ տեղյակ եք։ Իսկապես կարող եք գալ, մենք ամբողջ ինֆորմացիան կարող ենք ձեզ տրամադրել, կարող ենք ասել, Մերի ջան, եթե ուզում ես ենթադրենք 0-ից սկսել, այսինչ բաներին սկզբում պետքա դիմես, որ այսքան ամիս չկորցնես, միանշանակ մենք բաց ենք, իսկապես բաց ենք Բայց ինչպես կարող են մարդիկ ձեզ դիմել, որ դուք խորհուրդ տաք։ Կարող են բիզնեսի էջին գրել, կարող են իմ անձնական Instagram-յան էջին գրել, ես պատրաստ եմ խորհրդատվություն կտրամադրեք։ Հա, իրականում կտրամադրեմ։ Իսկ ինչ խորհուրդ կտամ ուղղակի չվախենալ ու չմտածել, որ այստեղ շուկան դա չի ընդունի, շուկան սա է սիրում։ Ոչ, խորհուրդ կտամ մտածեք ու տեսեք դուք ինչ կարող եք անել ու դուք ինչ եք տեսնում։ Հաստատ գտնվում է մարդկանց մի խումբ, ով քո մտածելակերպին է։ Այսինքն չենք կարող ասենք, սա Ամերիկա է, այստեղ սենց է, այսպես արեք։ Ոչ, հաստատ մի քիչ տարբերել անես, էլի հաճախորդ կունենաս։ Դավիթ միշտ կիսում եք իր գաղափարները, այսինքն միշտ համաձայն եք իր հետ։ Հիմնականում այո, կիսում եմ։ Ինչն եք ամենաշատը սիրում Անիի մեջ։ Ուժեղությունը, համառությունը, ավելի շատ համառությունը, որ չի երբեք չի, եթե ինքը մտածի, որ դա կարող է անի, կկարանա գլուխ բերի, հաստատ կբերի ու հենց այդ սկզբունքն եմ սիրում, որ ավելի շատ չկաշկանդվող է ու չհանձնվող ավելի շատ չհանձնվող տեսակ է ու իր տեսակը այդ սիրում եմ շատ իսկ դուք Դավիթի մեջ հա ու ես շատ լավատես եմ ես գոնե դու լավատես ես գոնե ես լավատես եմ ի տարբերություն քեզ Դավիթը նենց հատկություններ ունի որ անդադար անող մարդ է ինքը աչքերը բացեց ինքը անընդհատ ինչ որ բաներ է անում ես ամենաշատը իր մեջ այդ եմ գնահատում այսինքն տեղում չդոփելը իր մոտ չկա ես այսօրը ոչինչ չունեմ անելու բա ինչ եմ անելու կամ չգիտեմ ինքը միշտ նենց բաներ անենց տեղերից գտնում ու անում որ ես ասում զարմանում եմ
Դու մի ժամ առաջ ասում ես, այսօր ի վիճակի ես, մեկ է ինքը կարող է մինչև գիշերը ժամը 10-ը ինչ որ սենց խառը գնա, գա, սա էլ անի, նա էլ անի։ Այդ ինձ շատ է օգնում, որտեղ շատ ժամանակ մարդուն պետքա չէ մեկը որ ասի, արի անենք, գնացինք։ Ոչ թե արի անենք, այլ որտեղ երբ որ դու ինքը չի մտածում, ինքը ոնց որ այն անող տեսակն է, որ առանց մտածել էր ինքը կարա անի, ինքը կանի, կբացի, ելքը կքանդի, ոնց որ կհավաքի, առանց իմանալու դրա տակ ինչ կա։ Ես այդ հատկությունը իր մեջ շատ եմ սիրում։ Անի, ուզում եմ նաև անդրադառնանք ձեր անվան երկրորդ մասին, որովհետև այն այսպես է հնչում Boston by Grandma, իսկ թարգմանաբար տատիկի Բոստանը, այսպես ասած, ինչ է դա նշանակում, ով է տատիկը այս դեպքում։ Տատիկը իրականում այս դեպքում ոչ թե իմ տատիկն է, այլ իմ բալիկների տատիկն է, այսինքն իմ մաման։ Քանի որ մամայիս օգնությամբ եմ արել շատ բան, նույն այն փաստը, եթե օրինակ մաման չլիներ իմ կողքը այդ տարիներին, այստեղ չլիներ, իմ երեխաների կողքը չլիներ ու ինչ միտք որ ես ունեի սա թխենք, նա թխենք, սա սարքենք, մամաս չիրագործեր, ոնց որ ես չէի կարողանա։ Այդ մասով, քանի որ այդ ոնց որ ասացի գաթայով ու փախլավայով այս ամեն ինչով ենք սկսել, ոնց որ by grandman դա է, որ մամայիս ձեռքով է եղել։ Մաման սիթիների սասի հետ էլ է համագործակցել Հայաստանում, պատրաստում էր, հանձնում էր։ Այսինքն այդ ժամանակ է սկսել ու Դավիթը, իր տանեցիները, սկեսուրենքը շատ էին սիրում մեր նշանդրեքին, փախլավա չէր մնացել բոլորը, ով որ կարողացել, ցենց ասած հետը թուգո էր արել, տարել էր նաև։ Դե գիտեք, ինքը այդ գավառի փախլավան շերտավորն է։ Փախլավա բերել եք այսօր։ Չէ, փախլավա չենք բերեց այսօր։ Դե ուրեմն մի խոսացեք փախլավայի։ Գիտեք ինչի հիմա փախլավան առաջ կտորներով վաճառում էինք փախլավան, հիմա ինչի չենք անում։ Ընդհանուր եք վաճառում։ Հա, այսպես մեծ իրան հենց սինիներով են չէ տանում։ Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի ես իսկական քավարցուց իմանամ, թե ոնց են պատրաստում իրենց փախլավան։ Խնդրում եմ ասեք, ասեմ Մերի ջան, գավառի փախլավան նախ իր մեջի ամենակարևոր ինգրեդիենտը ու ամենաժամանակատարը ընկույզն է, որ դու իրան պետքա հատիկ առ հատիկ մաքրես։ Այսինքն մեկ փախլավայի համար նախատեսված ընկույզը մաքրելու համար պետքա երևի թե մի 10 ժամ, 10-15 ժամ, այսինքն պետքա մաքրել լցնես ջրի մեջ, մաքրես իրան հատ-հատ, հետո շերտեր ունի գավառի փախլավան 22 շերտից է բաղկացած ու ամեն շերտը անելուց հետո, բացելուց հետո դու լցնում ես հալածրած կարագից ստանում ենք յուղը, հետո կոտրած շաքարը, քառակուսի շաքարը պետքա այդ կոտրիչով կոտրել փոքր մասերի, այդ շաքարը ու դնում ես այդ ընկույզը։ Մաքրած, բայց որտեվ եթե դու իրան չես մաքրում, ինքը այդ համը չունի, համ սև գույնը փոխանցում փախլավային, համ էլ դառնահամ։ Մաքրած ինչ նկատի ունեք, այն վրայի կեղևը մաքրում։ Կաշին հանում ես, կեղևը ցանում ես, հա, որտեղ որ ասում եք մաքրելը, մաքրած պետք է լինի, բայց կաշը զրկելը, հա։ Ու քանի որ մենք սկզբում աշխատելու մեր առաջի տարի ու կեսվա ընթացքում այդ չափ զբաղված չէինք ոնց որ հիմա ու մենք կարողանում էինք խոհանոցում խոհարարները կարողանում էին ամեն ազատ ժամանակ որպեսզի պարապ չմնան մաքրում էինք այդ մեր մոտ օրենք է մաքրում ենք կեղևը հանում ենք ընկույզը ով այդ պահին զբաղված չի պատվեր չկա չգիտեմ ամեն գործ արված է մաքրում էինք կեղևը հանում էինք ընկույզը բայց հիմա քանի որ արդեն մեծ ժամանակը թույլ չի տալիս այդ ամեն ինչը անել մենք մենակ սկսեցինք սինիներով վերցնել պատվեր ու մեկ սինիի մեջ կա 120 չնայած ունենք ավելի փոքր չափի էլ 65-70 կտորից բաղկացած ինչ արժի կտորը $17 ինքը շատ թանկ է կտորը այսինքն մեկ կտորը $17 այսինքն մեկ հաուր բայց եթե կտորներով չեք վաճառում հա չէ ես ուղղակի կտորի արժեքը ասեցի մեծ սինու արժեքը $1200 է
Իսկ այդտեղ մենք բացարձակ եկամուտ չունենք։ Հա, Անկեղծ եմ ասում։ եթե ես հիմա այսպես ականջիս լսածը ձեր չարչարանքը այդ հատիկ մաքրելը ես կարող եմ ասել որ արժե որտեվ այդքան մարդու վճարում եք եւ այլն բայց երբ որ դու լսես որ դու գնում ես ու միևնույն ժամանակ կողքի խանութում կա չգիտեմ ինչքան են վաճառում $4 սկսվում է բայց այդ գնի բայց չկա դուք հասկացողը ինձ թվում է ունեք հաճախորդներ փախլավայի հա միանշանակ ուղղակի շատ ժամանակ ոնց որ հատուկ առիթներին են վերցնում մեծ սինիներով որտեվ արդեն սկսեցինք կտորով չվաճառել իսկապես ոնց որ այլազգերի համար կտորը շատ իրականում շատ թանկ արժի որտեվ այլազգերը թե մեքսիկները թե չգիտեմ ամերիկացիները թե մնացած բոլորը սովորեն որ իրանք օրինակ գնեն $3-4 դոլարանոց ինչ որ մի հատ թխված, որը որ էլի իրանց կհագեսնի, էլի իրանց կոֆեի հետ հաճուկ կստանան, հա։ Դա համար իրանք այդ չեն հասկանում, ավելի շատ հենց մեր հայերը գնահատում են։ Այո, հենց իրականում հենց քյավարցիները կարանգան ու հասկանում են, մի անգամ էլ տենց դեպք եղավ, որ մարդուկին էին, չեմ հիշում հետևը ինչ որ մի հոգի հենց այդ փախլավի համար էր սպասում, բայց թանկաբան կինը ոնց որ ամուսունը ասում, որ թանկ արժի, բան հետևից այդ որ կանգնած էր, հենց ինքը գիտեր, ոնց որ ինչ առնում, հենց գնացին, ասաց շատ են հասկանում ինչ են ուզում, թող գնան մեկ առնենք էսա։ Ու սա այդ մարդը վերցրեց։ Իսկ մյուս location, ինչպես ասացի, մի քիչ ավելի ուզում եմ իրան ոնց որ Բոստանը գյուղից քաղաք գնա այս բանն է լինելու ու ես էդ եմ էլի զգով իբրև ավելի երիտասարդացել է մի քիչ ավելի սիրունացել է ու ավելի սենց թիթիզ բաները կտանենք այնտեղ ուսանող ա գնում որպես ապրեք բայց միաժամանակ Հայաստանն ա գնում էլի գյուղ Դե Հայաստանում ուղղակի քաղաքից դուրս կոնցեպտ ենք ուզում անենք, որ այդ ամեն ինչը կարողանանք, չգիտեմ, այդ ծառեր, մրգատու բան, այդ իրական իր զգացողությունը, որ դու ինչ որ մի հատ մեծ հողամասի մեջ նստած սրճում ես օրինակ ու ահա որ խառնված է համ այդ գյուղական բանը համ էս, չգիտեմ, թիթիզությունը, նորավոճությունը, քաղաքի աժոտաժը, ջահելական բաները, այ հիմա թեկուս Studio City գնալուց էլ է ինձ մոտ տենց տպավորություն, որովհետև թե հիմա այս Բոստան գալիս են շատ ընտանիքներով, երեխեքով, բան, վստահ եմ, որ այնտեղ մի քիչ ավելի ուրիշ կլինի դիզայնի մասով, սեղանաթոռները ընտրելու մասով, ավելի շատ տանելու եմ դեպի դրան։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Քանի որ ասացիք, որ այս կյանքը հասկացել եք, որ տալու ու վերցնելու մեջ է, փոխադարձ է ամեն բան, ես առաջարկում եմ, որպեսզի դուք ձեր աշխատողներին, ինչպես դուք եք ասում, երեխեքին բարևեք այստեղից, ձեր շնորհակալական կամ գուցե, չգիտեմ, խոսքը ասեք իրենց, որտեվ գիտեմ, որ այսպես սրտատրոփ նայելու են ձեզ։ Իրականում չգիտեն։ Մամային ողջունենք։ Մամայիս լիքը պաչիկներ գրկիկներ ինքը գիտի որ ես առանց իրա առաջինը առանց Դավիթի ու Չէ, մի րոպե։ Ու առանց մամայից Առաջինը առանց Դավիթի թե առանց մամայի։ Չեմ կարող ասեմ, տարբեր բան են, այդ եմ ասում։ Մի կողմում Դավիթն է, տային, բայց ես ձեզ տվեցի։ Մի կողմում Դավիթն է, մի կողմում մամաս է։ Առանց իրանց ես չէի
չէի կարա տենց իմ մտքերը օթին պատմեի կամ փորձեի ինչ-որ նեղ շրջանակներում անել, առանց մամայիս ձեռքի, առանց Դավիթի տղամարդու ձեռքի ու ֆինանսական աջակցության, ինչի՞ չէ, իմ նկատմամբ հավատի, իսկապես չէի կարողանա, այդ շատ դժվար է։ Ու հաջորդը արդեն առանց իմ թիմակիցների, առանց իմ Աննայի, իմ մենեջերն է շեֆ խոհարարը, ողջունում եմ իրեն, բոլորին, իմ ամուր խոհանոցին, գիտեք, ռեստորանը ամուր խոհանոցի մասին է։ Իրականում ցանկացած ռեստորան պետք է ամուր խոհանոց ունենա։ Եթե ամուր խոհանոց ունեցար, մնացածը միանշանակ կստացվի։ Ու փառք Աստծո, ես մեր երկար աշխատանքի արդյունքն է եղել, բայց այս պահին մենք ամուր կանգնած ենք։ Հաճախորդների սպասարկող երեխեքին, բոլորին շատ իրանք գիտեն, ես իրանք ինչքան շատ սիրում եմ, ու իրանք գիտեն, որ նաև միշտ գնահատվում են։ Դավիթ եւ Անի, ես կարծում եմ, որ դուք շատ ճիշտ տեղում եք։ Մեր զրույցը շատ հաճելի էր։ Կարծում եմ նաև, որ հաջողության գրավականը ձեր այն է, որ մեր զրույցից հետո, տեսնելով ձեզ առաջին անգամ, ես պարտադիր ուզում եմ գալ Բոստան։ Ինք է սիրով կսպասեմ։ Վստահ եմ, որ մեր զրույցը դիտելուց հետո, ձեր մասին իմանալուց հետո, ովքեր որ չգիտեն, մեզ դիտողների մոտ է առաջանալու այդ ցանկությունը ի շնորհիվ ձեր երկուսի այցելել անպայման Բոստան, փորձել այնտեղի ուտելիքը, սուրճը եւ վայելել մթնոլորտը։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, ծաղկեք, ինչպես ձեր ծաղիկները, ինչպես Բոստանի ծաղիկները, մի րոպե, ծաղկեք, ինչպես Բոստանի ծաղիկները, բարգավաճեք եւ արարեք։ Շնորհակալ ենք։ Շատ հաճելի էր ձեր հետ զրուցելը, շատ։ Շնորհակալ ենք մեզ տեսնելու, նկատելու, հրավիրելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի կարողանաք առաջինը տեսնել մեր էպիզոդները, մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։